Կախարդական տուփը Հանս Քրիստիան Անդերսեն։ Լինում է չի լինում, մի երիտասարդ զինվոր է լինում։ Մի օր զինվորը անցնելիս է լինում փողոցով, երբ մի անճոռնի կախարդ նրան կանգնեցնում է ասելով. «Բարի լույս, պարոն, եթե անես այն, ինչ քեզ ասեմ, դու շատ հարուստ կլինես։ Տեսնում ես այն հսկա ծեր կաղնին»։ Եվ կախարդը մատնացույց է անում մի ծեր կաղնի, ապա շարունակում է. «Այն լրիվ դատարկ է, դու պետք է բարձրանաս այդ ծառն ու մտնես փուջ բնի մեջ, հետո պետք է իջնես ծառի հատակը, այնտեղ 3 դուռ կտեսնես, բացիր առաջին դուռն ու ներս մտիր և կհայտնվես մի սենյակում, որտեղ մետաղադրամներով լի մի սնդուկ կա, որի վրա մի սարսափելի շուն է նստած։ Ես քեզ կտամ իմ սև կապույտ գոգնոցը։ Երբ ներս մտնես, փռիր այն գետնին, շանը դիր դրա վրա, և նա քեզ չի անհանգստացնի։ Այդ ժամանակ դու կարող ես բաց անել սնդուկն ու վերցնել այնքան մետաղադրամ, որքան կարող ես տանել քեզ հետ, բայց հիշիր, առաջին սենյակում միայն պղնձե մետաղադրամներ են։ Եթե ուզում ես ավելի հարստանալ, ուրեմն պետք է գործ ունենաս ավելի սարսափելի շան հետ, որը նստում է 2-րդ սենյակում, արծաթով լի սնդուկի վրա։ Իսկ եթե ուզում ես շատ հարստանալ, ապա պետք է մտնես 3-րդ սենյակը, որտեղ ամենասարսափելի շունն է նստած ոսկով լի սնդուկի վրա։ Իսկ քեզ համար ի՞նչ ես ուզում, որ բերեմ, հարցրեց զինվորը։ Ինձ քո բերած փողից ոչ մի մետաղադրամ պետք չէ, ասաց կախարդը։ Միակ ուզածս մի հին փայտե տուփ է, որ տատիկս մոռացել է այդ ծառի բնի մեջ։ Պայմանավորվեցինք, ասաց զինվորն ու վերցրեց կախարդի գոգնոցը։ Զինվորը բարձրացավ ծեր կաղնին, մտավ փուջ բնի մեջ ու իջավ ծառի հատակը։ Ներքևում նա հայտնվեց մի հին միջանցքում, որը լուսավորված էր 100 վառվող լապտերներով։ Նրա առջևում 3 դուռ կար, ինչպես և ասել էր կախարդը։ Զինվորը ձեռքը դրեց առաջին դռան բռնակին և կամաց պտտեց այն։ Ներս մտնելով նա վախից քարացավ։ Սենյակի ուղիղ մեջտեղում սնդուկի վրա մի շուն էր նստած, որի աչքերը այնքան մեծ էին, ասես ափսեներ լինեին։ Բայց զինվորն իրեն չկորցրեց։ Նա հայացքը կտրեց շան սարսափելի աչքերից, կախարդի գոգնոցը փռեց գետնին և շանը նստեցրեց դրա վրա։ Ապա զինվորը բացեց սնդուկն ու զարմանքից շլացավ։ Սնդուկը ամբողջությամբ լի էր փայլուն պղնձե մետաղադրամներով։ Զինվորը ուրախ հավաքեց մետաղադրամներն ու լցրեց պայուսակի, գրպանների, մինչև անգամ կոշիկների մեջ։ Դժվար թե 2-րդ շունը առաջինից ավելի սարսափելի լինի, մտածեց զինվորն ու բացեց 2-րդ սենյակի դուռը։ Նա համարձակ ներս մտավ ու սարսափից ճչաց։ 2-րդ սենյակի շունը ավելի սարսափելի էր։ Դրա աչքերն այնքան մեծ էին, որ ասես ջրաղացի քարեր լինեին։ Բայց զինվորը իրեն այս անգամ էլ չկորցրեց։ Նա արագ կտրեց հայացքը շան աչքերից, վերցրեց կախարդի գոգնոցն ու փռեց գետնին։ Ապա վերցրեց շանն ու նստեցրեց դրա վրա։ Հետո նա բացեց սնդուկն ու հիացմունքից շլացավ։ Այն ամբողջությամբ լի էր արծաթե մետաղադրամներով։ Զինվորը արագ դատարկեց պղնձե մետաղադրամները պայուսակից, գրպաններից և կոշիկներից և դրանց փոխարեն հավաքեց, լցրեց արծաթե մետաղադրամները։ Դժվար թե 3-րդ սենյակի շունը 2-րդ սենյակի շնից ավելի սարսափելի լինի, մտածեց զինվորն ու համարձակ բացեց 3-րդ սենյակի դուռն ու ներս մտավ։
Ներս մտնելով նա վախից գոռաց ու հետ գնաց։ Երրորդ սենյակի շունը ամենասարսափելին էր։ Աչքերն էլ այնքան մեծ էին, որ ասես Կոպենհագենի կլոր աշտարակը լինեին։ Հսկա բիբերն էլ այնպես էին պտտվում, որ դրանց նայելու դեպքում մարդ կարող էր տեղն ու տեղը ուշագնաց լինել։ Բայց զինվորն իրեն չկորցրեց։ Նա գետնին փռեց կախարդի գոգնոցը, բարձրացրեց շանն ու դրեց գոգնոցի վրա։ Հետո նա բացեց արկղն ու ուրախությունից գլուխը կորցրեց։ Սնդուկը ամբողջությամբ լի էր ոսկե մետաղադրամներով։ Այդտեղ այնքան ոսկի կար, որ նույնիսկ կբավականացներ Դանիայի թագավորի պալատը գնելու համար։ Զինվորը պայուսակից, գրպաններից և կոշիկներից ուրախ դուրս թափեց արծաթե մետաղադրամները և դրանց փոխարեն հավաքեց լցրեց ողջ ոսկին։ Հետո նա շտապ դուրս եկավ միջանցք, գտավ կախարդի փայտե տուփը ու արագ մագլցելով դուրս եկավ ծառի բնից։ Այդ ժամանակ կախարդը հարցրեց. «Իսկ որտեղ է իմ փայտե տուփը։ Ասա ինձ, թե ինչու է այն քեզ այդքան պետք, և ես քեզ կտամ քո փայտե տուփը»։ Վճռականորեն պատասխանեց զինվորը։ «Որտեղ է իմ տուփը», բարկացած ճչաց կախարդը։ «Եթե չասես, թե ինչու է այն քեզ պետք, գլուխդ կթռցնեմ», համառեց զինվորը։ «Հենց հիմա տուր իմ կախարդական տուփը», արդեն բարկությունից ճչաց կախարդը։ «Շատ լավ, ինչպես կուզես», ասաց զինվորը և սուրը մերկացնելով թռցրեց կախարդի գլուխը։ Հետո նա ուրախ շարունակեց ճանապարհը պայուսակը, գրպաններն ու կոշիկները լցրած ոսկով և կախարդական տուփը ապահով փաթաթած բաճկոնի մեջ։ Հենց առաջին քաղաքում էլ զինվորը կանգ առավ։ Նա քաղաքի լավագույն հյուրանոցում մի սենյակ վարձեց, ճաշեց ամենաթանկ ռեստորանում և գնաց ամենաշքեղ խանութը նոր հագուստ գնելու։ Անմիջապես բազմաթիվ նոր ընկերներ հայտնվեցին զինվորի կողքին, որոնք նրան պատմեցին քաղաքի ամենահրաշալի բաների մասին։ Նրանք զինվորին ասացին, որ քաղաքի բլրի գագաթին մի դղյակ կա, որտեղ ապրում է մի չքնաղ արքայադուստր։ «Ինչպես կարող եմ տեսնել այդ արքայադստերը», հարցրեց զինվորը։ «Դու չես կարող նրան տեսնել», բացատրեցին ընկերները։ «Ոչ ոք չի կարող նրան տեսնել։ Գուշակն ասել է, որ արքայադուստրը ամուսնանալու է մի հասարակ զինվորի հետ։ Այդ պատճառով թագավորն ու թագուհին նրան փակի տակ են պահում, որ ոչ ոք նրան չտեսնի և նման բան երբեք տեղի չունենա»։ Եվ այսպես անցան օրեր։ Զինվորը շռայլում էր իր ողջ ունեցվածքը, մինչև որ մի օր արթնացավ, շոշափեց գրպաններն ու սարսափով տեսավ, որ ոչ մի հատ ոսկեդրամ չի մնացել։ Հանկարծ զինվորի բոլոր ընկերները անհետացան։ Նա ստիպված եղավ հեռանալ շքեղ հյուրանոցից և տեղափոխվել մի քնձռոտ ձեղնահարկ, որը գտնվում էր 14-րդ հարկում։ Նա նույնիսկ մի մոմ գնելու փող չուներ, որ լուսավորեր սենյակը։ Հանկարծ մի օր զինվորը հիշեց կախարդական փայտե տուփի մասին։ Նա շատ էր մրսում և որոշեց տուփից կրակ ստանալ, որ տաքանա։ Բայց հենց զինվորը վերցրեց կայծքարն ու քսեց փայտե տուփին, կայծակի ճայթյուն եղավ, և ափսեի չափ աչքերով շունը հայտնվեց զինվորի սենյակում և հաչալով հարցրեց. «Ինչ կհրամայես, տեր իմ»։ Սկզբում զինվորը ցնցվեց, նա նման բան չէր սպասում, բայց հետո նա ասաց. «Դե առայժմ ինձ մի քիչ փող է պետք, գնա և ինձ համար փող ճարիր»։ Շունը մի ակնթարթում անհետացավ և շուտով վերադարձավ իր հետ բերելով մետաղադրամներով լի մի քսակ։ Զինվորը շատ ուրախացավ, նա սկսեց զվարթ երգել ու պարել։ Հանկարծ զինվորը հասկացավ փայտե տուփի գաղտնիքը։
Նա կայծքարով հարվածեց տուփին 1, 2, 3 անգամ, և 3 սենյակների շները հերթով հայտնվեցին նրա առաջ կատարելու նրա ցանկությունները։ Շուտով զինվորը կրկին հարստացավ։ Նա նորից վերադարձավ լավագույն հյուրանոցը, սկսեց ճաշել թանկ ռեստորաններում, իր համար նոր շքեղ հագուստներ գնեց։ Նրա շուրջը կրկին բազմաթիվ ընկերներ հայտնվեցին։ Նա ամեն ինչ ուներ, բացի սիրելի կնոջից, ում հետ կկարողանար վայելել իր ողջ հարստությունը։ Զինվորը ոչ մի կերպ չէր կարողանում մտքից հանել արքայադստերը։ Հաստատ այդ արքայադուստրը շատ է ձանձրացել դղյակում տարիներով փակված մնալուց, մտածում էր նա։ Մի օր զինվորը սպասեց մինչև մութն ընկավ, ապա կայծքարով հարվածեց փայտե տուփին։ Մի ակնթարթում շունը անհետացավ և վերադարձավ մեջքին բերելով խոր քնած արքայադստերը։ Արքայադուստրը այնքան գեղեցիկ էր, որ զինվորը չդիմացավ, կռացավ և համբուրեց քնած արքայադստերը։ Հետո շունը անհետացավ իր հետ տանելով արքայադստերը։ Հաջորդ օրն առավոտյան բլրի գագաթին դղյակում արքայադուստրը հիշեց, թե ինչ էր տեղի ունեցել, և ամեն ինչ պատմեց թագավորին ու թագուհուն։ Թագավորն ու թագուհին շատ անհանգստացան։ Երկուսով նստեցին, միտք արեցին և որոշեցին, թե ինչպես կարող են պարզել, թե ուր է գիշերը գնացել արքայադուստրը։ Եվ այսպես, խելացի թագուհին մի գեղեցիկ մետաքսե պարկ կարեց։ Պարկը լցրեց ալյուրով, և երբ արքայադուստրը քնեց, նա պարկը կախեց արքայադստեր պարանոցից, ապա պարկի վրա մի անցք բացեց։ Հետո նա համբուրեց արքայադստերը և գնաց իր սենյակ։ Զինվորը սիրահարվել էր արքայադստերը և հաջորդ գիշեր շանն ուղարկեց արքայադստեր հետևից։ Շունը գնաց և բերեց արքայադստերը։ Անշուշտ, ոչ զինվորը, ոչ էլ շունը չէին նկատել, որ արքայադստեր պարանոցից կախված մետաքսե պարկը ծակ էր։ Փոխարենը թագավորն ու թագուհին ալյուրի հետքերով գտել էին, թե ուր է գիշերն անհետանում արքայադուստրը։ Ուստի առավոտյան, երբ զինվորն արթնացավ, թագավորի ուղարկած մարդիկ նրան ձերբակալեցին և տարան դղյակ կախաղան բարձրացնելու։ Մահապատժի հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Կախաղանի առջև բազմել էին թագավորը, թագուհին և քաղաքային խորհրդի անդամները։ Երբ դահիճը մոտեցավ կախաղանին մահապատիժն իրականացնելու, զինվորի գլխում մի միտք ծագեց։ Հանկարծ նա դիմեց թագավորին այսպես ասելով. «Ձերդ գերազանցություն, խնդրում եմ, ինձ վերջին ցանկության հնարավորություն տվեք։ Թույլ տվեք ինձ մահանալուց առաջ մի ծխամորճ ծխել»։ Թագավորը մի պահ մտածեց, ապա ցանկանալով ժողովրդի աչքին բարեգութ թվալ, ասաց. «Ծխիր, ես քեզ տալիս եմ այդ հնարավորությունը»։ Դահիճը ազատ արձակեց զինվորի թևերը և նրան ծխամորճ ու կրակ առաջարկեց։ «Նեղություն մի քաշեք», ասաց զինվորը, «ես կրակ ունեմ»։ Եվ այս բառերն ասելով, նա գրպանից հանեց իր կախարդական տուփը ու կայծքարով 3 անգամ հարվածեց դրան։ Նույն վայրկյանին նրա կողքին հայտնվեցին 3 շները։ «Փրկեք ինձ մահից», շներին ասաց զինվորը, և 3 շները ամպրոպի պես ոռնացին ու հարձակվեցին մարդկանց բազմության վրա և բոլորին ցրեցին։ Հետո նրանք վազեցին ուղիղ թագավորի, թագուհու և քաղաքային խորհրդի անդամների կողմը, որոնք խուճապահար այս ու այն կողմ վազեցին։ Շները նրանց մեկ առ մեկ բռնեցին իրենց հսկա ժանիքներով և շպրտեցին հեռու բլուրներից էլ այն կողմ։ Այս ամենը տեսնելով քաղաքի բնակիչները, ովքեր նրանց այնքան էլ չէին սիրում, սկսեցին ցնծալ
Նրանք գերադասեցին, որ իրենց թագավորն ու թագուհին դառնան քաջ զինվորն ու չքնաղ արքայադուստրը։ Այդպես էլ եղավ։ Զինվորն ու արքայադուստրը հենց հաջորդ օրը ամուսնացան։ 3 շները նրանց հարսանյաց հանդեսի պատվավոր հյուրերն էին։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք։